Եվ ինքնուրույն մի 5 րոպեից հետո ստուգենք ինչքանով է յուրացրել նյութը։ Աշակերտներ, ովքեր կարող են ուսուցչի դերում հանդես գալ եւ սխալներ ուղղել։ Ալեքս եւ Էրիկա, տեղափոխվեք իմ մոտ։ Այժմ սկսում ենք գաղութը ամփոփել թեման, աջ մասում նայում ենք ստար կոճակը եւ աշխատում ենք տեղավորել ժամանակում, որը ձախ մասում յուրաքանչյուր հարց նշելուց հետո տրվելու է։ Աչք եւ տեսողություն։ Ինչի շնորհիվ ենք մենք տեսնում։ Ինչի համար է սիրողները։ Որն է ապահովում աչքի գույնը։ Որ թաղանթն է ապահովում աչքի գույնը։ Նարեկը և Գարիկը ճիշտ պատասխանեցին։ Հաջորդ հարցը ինչպես են անվանում աչքի ոսպնյակին։ Խոսքը այդ սրա մասին է, ոսպնյակը ինչ են անվանում։ Հաջորդությունը նորմալ աչքի համար։ Այսինքն գիրք ընթերցելուց մենք ինչ հեռավորության վրա պետք է պահենք գիրքը։ Դե ոչինչ։ Մոտ 25 սանտիմետր, ովքեր ուժել են, արթու աչքի բիբը։ Եթե կա համակարգիչ, որ խնդիր ունի, որտեղ ենք զգում, սպիտակուցային թաղանթը առջևի մասում փոխում է իր անունը, ով կարող ասել, ասանք։ Ոչ, ուրիշ տարբերակներ ասան արել, ապրես, երջրաթաղանթ, կարող եք ասել երջրաթաղանթ ինչ դերի կատարում, Էրիկա։ Պաշտպանիչները, որը առաջանում է սպիտակուցային թաղանթից։ Պաշտպանող վիրուսներից, միկրոբներից եւ այլ աչքերը պաշտպանական դրական փոշուց միկրոբներից։ Հիմա եկեք նայենք, սա թաղանթի ձևափոխություն է, որը փոխել է նաեւ իր անունը։ Ինչ է կոչվում։ Ասա Գարիկ։ Ակնաբյուր։ Ոչ, Էրիկա։ Ակնագնդի պատը կազմված է 3 շերտից, որոնցից մեկը ցիացանան թաղանթն է։ Դա ցիացանան թաղանթն է, որը գտնվում է երջրաթաղանթի վերևում։ Ցիացանաթաղանթը, ոչ, բայց ես Անահիտ ասա, ապրես, թաքչավոր մարմինն է, թաքչավոր մարմինը։ Եկեք ստուգենք պատասխանը, թաքչավոր մարմին։ Էրիկան շփոթել է եւ ես արդեն գիտեմ ինչի համար է շփոթել, որովհետեւ եւ թաքչավոր մարմին եւ երջրաթաղանթը անոթաթաղանթի ձևափոխություններ են։ Անոթաթաղանթը գալուց ձևափոխվում է թաքչավոր մարմինի եւ արդեն ծիածանաթաղանթի։ Հիմա եկեք այս մեկը քննարկենք ինչն է։ Ասա Դավիթ։ Բիբ։ Ապրես։ Բիբը։ Ինչ դեր է կատարում բիբը։ Բիբը տեսողական արդեն վերլուծիչներից մեկն է, որպես մաս է կազմում։ Լույսը թափանցում է։ Լույսը թափանցում է դեպի աչքի։ Հա, աչքի տեսողական նյարդ, դեպի տեսողական նյարդ։ Դեպի ցանցաթաղանթ։ Ցանցաթաղանթ, հա։ Եկեք հաջորդը տեսնենք ինչն է։ Ասա Դավիթ։ Ակնաբյուր։ Ապրես։ Ակնաբյուր։ Որ մասում եք գտնվում։ Ինչ դեր է կատարում ակնաբյուրը, կարող եք ասել։ Այդ թաքչավոր մարմինը, որ կպած է, ինքը փոխում է ակնաբյուրերի կորությունը։ Կորություն է տալիս, հա։ Եվ առարկայի պատկերը մենք տեսնում ենք ֆիքսվում է դերի մուտքի վրա։ Առարկայի պատկերը ֆիքսվում է։ Եկեք կենտրոնական այս կարմիր, տեսնենք ինչ է։ Ասա Դավիթ։ Ապակերման մարմին։ Ապակերման մարմին։ Ապրես։ Հա,
Ոսկենման մարմինը օրգանիզմում գտնվող ամենաշատ ջուր պարունակող մարմինն է 95% Մասն է։ 95% քանակությամբ։ Եկեք իմ շեֆի մասը տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ես էլի ձեր կուսենայի։ Ասա դա Սպիտակուցներ։ ոչ։ Ասա էլի դա։ Դա ցանցաթաղանթն Դե Լավ, Երրորդ հիմա շերտը բրաշ։ երրորդ ցանցակա ուրիշ տարբերակներ։ դեղին բիծ։ Դեղինից են յուրաքանալ ձևը։ Եկեք Սարգիսյանը լսենք Աղոթոթաղանթ։ Աղոթոթաղանթ։ Լավ։ Հիմա դա այդ բոլոր տարբերակները լսեցինք, բայց սա ցանցաթաղանթն է։ Ցանցաթաղանթն է։ Իսկ դեղին բիծը գտնվում է հիմա Սպիտակուցաթաղանթ։ Լավ, եկեք երկով գնանք, մենք կհանդիպենք նաև մնացած մասերի։ Ի՞նչն է պատկերված այստեղ։ Դեղին բիծը։ Էրիկա, ինչ դերում է դեղին բիծը, կարող եք ասել, որն է դերը։ Դեղին բիծը Եթե չիմանալ, ասա Ալեքս։ Գիտես դու ինչ դեղին բիծ է։ Ասա։ Դեղին բիծը առարկայի որպես Փոքրացած։ փոքրացած մոդ, այսինքն մենք երբ որ տեսնում ենք առարկա, կարող ենք չափերով պատկերացնել, մեր աչքերը արդեն ֆիքսում են չափերը կոնկրետ առարկայի, դա հիմնական դեղին բծի շնորհիվ է, հասնում է այդտեղ որպես մեր տեսողական Աչքի չլարված վիճակում լուսային ճառագայթները հավաքում են ցանցաթաղանթի հետևում։ Տեսեք նկարի վրա լուսային ճառագայթները ցանցաթաղանթից հետո են անցնում։ Ինչպես է փոխվում ակնաբյուրերի կորությունը հեռատեսության դեպքում։ Հավաքում են ցանցաթաղանթի հետևում։ Ինչպես է փոխվում ակնաբյուրերի կորությունը հեռատեսության դեպքում։ Հնաց 3 հարց։ Ինչպես է փոխվում ակնաբյուրերի կորությունը կարտալեսության դեպքում։ Ինչպիսի ակնոցներ են դնում մարդիկ տեսողական արատները շփվելու նպատակով։ Վերջին հարցն է։ Շփվի։ Այժմ տեսեք հաղթողները։ Արամը երրորդ տեղում է, երկրորդ տեղում Մհերը եւ առաջին տեղում Էլան եւ Արիցինան շնորհավորներ են։ Այսօր մենք ամփոփեցինք տեսողությունը եւ իրականացնենք այս դասի համար ձևավորող գնահատում, բոլոր կենտրոնացված ենք եղել դասին, շնորհակալություն շատ եւ բոլորը կստանաք պլյուսներ։ Կան որևէ հարց կապված տեսողության հետ, կամ կահուտի հետ։ Չէ։ Չէ։ Լավ,